ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Հռոմում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։ Վենսը հինգշաբթի նրա հետ արդեն հանդիպել էր Վաշինգտոնում, ինչից հետո երկուսով մեկնել են Իտալիայի մայրաքաղաք Զատկի տոնից առաջ։ Միացյալ Նահանգները լավատես է եւ հավատում է, որ կարող է վերջ դնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ես ցանկանում եմ Իտալիայի վարչապետին տեղեկացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների մասին։ Վերջին 24 ժամվա ընթացքում կան որոշ հետաքրքիր տեղեկություններ հաղորդելու համար, շեշտել է Վենսը։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել իր միջնորդական ջանքերը Ուկրաինայի բանակցային գործընթացում, եթե համաձայնության հասնելու նշաններ չտեսնի։ Մամուլի ասուլիսի ժամանակ էլ Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել էր, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեմայի շուրջ շփումները դժվար են ընթանում։ Պեսկովի խոսքով որոշակի առաջընթաց ու զարգացումներ կան, սակայն կողմերը դեռ շատ բարդ հարցեր ունեն քննարկելու։ Իրանը պատերազմի չի ձգտում, այլ փորձում է կարգավորել տարածաշրջանային տարաձայնությունները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա նաև մեղադրել է Իսրայելին ահաբեկչական գործողությունների համար, շեշտելով, որ երկիրն ահաբեկչություն է իրականացնում ծրագրային ապահովման, ապարատային եւ սոցիալական ցանցերի միջոցով։ Մենք երբեք չենք ենթարկվի որևէ ստորացման, սա մեր համոզմունքն է, բայց իհարկե մենք պատերազմ չենք փնտրում որևէ մեկի հետ։ Մենք ցանկանում ենք, որ աշխարհում խաղաղություն եւ անվտանգություն լինի։ Մենք ցանկանում ենք, որ մոլորակի վրա ապրող բոլոր մարդիկ ապրեն ապահով եւ խաղաղ, նշել է Իրանի նախագահը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ քննարկելու Օմանում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Երկու արտգործնախարարներն էլ բարձր են գնահատել ռուս-իրանական նոր ռազմավարական պայմանագրի ընդունումը։ Լավրովը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իրանի արտգործնախարարի հետ ինտենսիվ են եղել։ Պուտինի եւ Արաղչիի շփումները վկայում են երկրների միջև քաղաքական երկխոսության աննախադեպ դինամիկայի մասին, հավելել է նախարարը։ Իրանցի դիվանագետն իր հերթին պարզաբանել է, որ Ալի Խամենեիի կողմից Ռուսաստանի ղեկավարին փոխանցած ուղերձն աշխարհին ցույց է տալիս, որ Մոսկվան Թեհրանի ռազմավարական գործընկերն է։ Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ուժի մեջ մտնելը դրական ազդեցություն կունենա Թեհրանի եւ Մոսկվայի համագործակցության վրա։ Մայրաքաղաքները զարգացնում են իրենց հարաբերությունները չնայած ճնշումների փորձերին, հայտարարել է Լավրովը։ Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների եւ Իրանի ցանկությունը եւ պատրաստ է նպաստել երկրների միջև բանակցային գործընթացին, հայտարարել է նա, սակայն շեշտել, որ բանակցություններում պետք է հաշվի առնել Թեհրանի օրինական շահերը։ Թեհրանը կարծում է, որ հնարավոր է համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգների անիրատեսական պահանջները նվազեցնում են համաձայնության հավանականությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Ռուսաստանի եւ Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում։ Կողմերը կքննարկեն համատեղ նախագծերի իրականացումը, երկկողմ ենթակառուցվածքների, լոգիստիկայի եւ ներդրումային համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Բուշերի ատոմակայանի կառուցման հարցը, հայտնել է Լավրովը։ Ստամբուլում մեկնարկել է Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի նիստը, որը տեղի է ունեցել Թուրքիայի օրենսդիր մարմնի նախագահի գլխավորությամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել 18 երկրի խորհրդարանի խոսնակ։ Հանդիպման օրակարգում եղել է առաջին հերթին Գազայի հատվածում իսրայելական հարձակումները դադարեցնելու համար խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ օգտագործման ուղիների մշակումը եւ Իսրայելի գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար աղետը։ Խորհրդարանների ղեկավարների հանդիպման շրջանակում տեղի կունենա նաև երկկողմ բանակցություններ։ Էրդողանը միջոցառման ընթացքում կոշտ քննադատել է միջազգային համակարգը։ Միջազգային իրավունքը դարձել է ուժեղների իշխանությունը համախմբելու, ոչ թե արդարություն հաստատելու ապարատ։ Օրենքի փոխարեն գերակայում է մարդու եւ պետության իշխանությունը։ Միջազգային համակարգը ձախողվել է Գազայի հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով իր երկիրը կշարունակի աջակցել Պաղեստինին, նույնիսկ եթե միայնակ մնա։ Պաղեստինի հարցի լուծումը հնարավոր է միայն երկու պետության հիման վրա, հայտարարել է Էրդողանը։ Մերի Ներսիսյան, լուրեր։